Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է այցելել Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականին։ Մերժման պատճառն այն է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիր դեռ չի ստորագրվել, թեև դե ֆակտո խաղաղությունն արդեն հաստատված է։ Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Բարձր մակարդակի այցն առանց ստորագրված պայմանագրի եւ առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ եւ պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը անժամանակ կարող են լինել։ Նման մեջբերում է արել Ալիևը։ Նրա խոսքով ապագայում բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը չի բացառվում։ Ընդհակառակը խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ իրականացումից հետո Բաքվի կարծիքով սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը։ Հիշեցնենք ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հրավիրվել են Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա հաջորդ գարնանը։ Կառավարությունը ընդունել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշումը։ 24-ամյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվում է 6 ամսով, սահմանվելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն։ Նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում սկսած 2027 թվականի երկրորդ կիսամյակից, քանի որ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում 2026 թվականի հունվարից սկսած 18 ամիս ծառայության ժամկետը ավարտվում է 2027 թվականի հուլիսին։ Կառավարության որոշումից հետո օրենքի նախագիծը կմտնի ԱԺ քառօրյայի օրակարգ, որից հետո նոր կստանա օրենքի ուժ։ Հայաստանն ավարտին է հասցնում Հնդկաստանի հետ պատմական գնման գործարքը բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման համար, հաղորդում է Indian Defense News-ը։ Ըստ հրապարակման այս համաձայնագիրը դիտարկվում է որպես ռազմավարական հակակշիռ Ադրբեջանի կողմից վերջերս պակիստանյան ծագում ունեցող կործանիչների գնմանը։ Այս կործանիչների մատակարարումը զգալիորեն կբարձրացնի Հայաստանի զսպման եւ հեռահար օդային մարտական հնարավորությունները տեխնոլոգիապես արդիականացված նավատորմի դեմ։ Գործարքը, որի արժեքը ենթադրաբար կկազմի 2-ից 3 միլիարդ դոլար, հավանաբար առաջին փուլում կներառի 8-ից 12 ինքնաթիռի մատակարարում։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա։ Որոշման մասին հրապարակումը ակնկալվում է ամսաթվի մոտ, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հրավիրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ավելի վաղ Ալիևը մերժել է հրավերը։ Երևանում անցկացվող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊԱ-կան պատգամավորները դեմ են քվեարկել պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի եւ Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը, որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնորան։ Տարբեր խմբակցությունների եվրոպացի պատգամավորների փոխանցմամբ ՔՊԱ-կանները հորդորել են եվրոպացիներին ընդդիմադիր պատգամավորների փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել։ Դոկ կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 8-ին շաբաթ օրը առավոտյան ժամը 7-ին Գլենդելի Սուրբ Մայր Աստվածածին եկեղեցու բակից կմեկնարկի խաղաղ ավտոերթ Վարդան Ղուկասյանի աջակցության համար։ Երթի նպատակն է բարձրաձայնել մեր հայրենակցի նկատմամբ իրականացվող անարդար վերաբերմունքը եւ պահանջել արդարություն։ Ավտոերթը համաձայնեցված է Հենդերսոնի ոստիկանության հատուկ ստորաբաժանման հետ եւ կանցկացվի բացառապես խաղաղ եւ օրինական ձևաչափով։ Կոչ են կանում բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը, միանալ այս նախաձեռնությանը եւ միասին բարձրացնել մեր ձայնը ազատության, արժանապատվության եւ միասնության համար։
32 տարի առաջ այսօրը հայկական ստորաբաժանումները մտան Զանգելան։ Վերացվեց ադրբեջանական բանակի հարավային խմբավորման վերջին ռազմակայանը։ Այսպիսով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Հորադիս երկաթուղային հանգույցից մինչև Հայաստանի պետական սահման ձգվող տարածքի վրա։ Արցախի բանակն այդ ռազմագործողությամբ լրիվությամբ վտանգազերծեց հանրապետության հարավային սահմանները եւ հնարավորություն ստացավ շփման գծի կրճատման արդյունքում իր ուժերի եւ միջոցների մի զգալի մասը տեղափոխել արևելյան ճակատ։ Հորադիս ռազմականի վնասազերծմամբ հայկական ուժերի կողմից դեռևս չզբաղեցված Զանգելանի շրջանում եւ Ջեբրայելի ու Բաթլուի շրջանի իր որոշ տարածքներում գտնվող ադրբեջանական խմբավորումները հայտնվեցին մեկուսացման մեջ։